չգալ չէի կարող։ Ինչ էլ լիներ պիտի գայի։ Ու ես եկա։ Կանչում է կրկին կանչում անդադար, հեն չքնաղ երկրի կարոտ անգում, ու թևերն ահա պրած տիրապար, կանչում է հոգիս, կանչում դեպի տուն։ Իմ կյանքի ընթացքում ինչ տեսել եմ, այն էլ գրել եմ։ Իմ կողքին ապրած մարդկանց մասին։ Մեր գյուղացու, որբի, սիրահարի մասին։ Դարն ինչքան էլ փոխվի մարդը նույնն է։ Էլի գիքորի պես հաց է փնտրում, անուշի պես սերուց հավեսում։
Բարև ձեզ սիրելի բարեկամներ, դասախոսներ, ուսանողներ Եվ իհարկե գրքասերներ։ Ինչպես գիտեք, այսօր փետրվարի 19-ին ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։ Բայց 2008 թվականից ի վեր փետրվարի 19-ը Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր։ Եվ ահա Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը գրքասերների համար դարձել է տոն։ Տարեց տարի այն ավելի մեծ ժողովրդականություն է ձեռք բերում։ Գիրքը, որպես մարդկային հանճարի ամենաբարձր արտահայտություն, կրակի գյուտից հետո համարվեց երկրորդ խոշոր իրադարձությունը քաղաքակրթությունների պատմության մեջ։ 15-րդ դարի կեսերին գերմանացի գիտնական Գուտենբերգը աշխարհը ցնցեց իր ստեղծած տպագրական մեքենայով եւ լույս աշխարհ եկավ առաջին գիրքը։ Գիրքը, գրքերը, դարձան գրավոր կամուրջներ, իրար կապելով անցյալ, ներկա, գալիք ժամանակներ։ Գիրքը միայն մարդու բարեկամը կամ իմաստուն զրուցընկերը չէ, նաև հոգու փրկիչն ու կրթիչն է։ Գրքի նվիրյալ անձը միանգամից զատվում է իր հոգու հարուստ բովանդակությամբ, մտածողությամբ, վարվեցողությամբ, ներքին եւ արտաքին կուլտուրայով, գեղեցիկ մտքով, լեզվով, խոսքով եւ բարությամբ։ Գիրք նվիրելու տոնը բազմախորհուրդ է։ Այն հիշեցնում է մեզ, որ պետք է ճանաչենք գրքի արժեքը եւ ընթերցենք։ Ահա բացում ենք մեր առաջին գիրքը՝ Հովհաննես Թումանյան։ Թաքցրու պոետ, վշտերդ անվանված, մեծ գաղտնարանում անետանչում, ամբոխի առաջ մի երկիր երած, և ինչու համար ողբալ անոքում, և դուն չես կոչված, որ փոքրոգության արտասուքներով քո վշտերն երկես, դուն պիտի ճնշված մարդկության առաջ սև ճակատագրի գոյություն երկես, թեկուզ կեղծ լինի ժպիտը դեմքի, թեև դժվար է քեզ համար կեղծել, պետք է մոլորված, անկիրթ ու նեղսիրտ ամբողի համար հավատ ստեղծել։ Մենք այն ժամանակ և կզգանք քեզ հետ, և քեզ կսիրենք, կփառաբանենք, սրտի հրճվանքով կանվանենք պոետ, ամեն մի խոսքդ կընդունենք օրենք։ Հա, կյանքում ես միշտ այսպես եմ եղել, ընդացող տխուր, սրտաբեկ ուրախ, հազիվ ուզել եմ անոք ծիծաղել, և սրտիս խորքից առաջել եմ աղ։ Ես հազար աչքով բաներ եմ տեսնում, որ թաքնված են լռության ետև, հազար ականջով ձայներ եմ լսում, որ դեռ սրտերում շշուկ են թեթև։ Ինձ մի խնդիր, ես չեմ երգում, շատ տխուր եմ երգում, նրա ձայնը կխորտակի սրտիդ քնքուշ բերգրանքը։ Ճանաչել ժողովրդին, լսեք Թումանյանի հեքիաթները։ Պատահական չէ գիրք նվիրելու օրը հենց Թումանյանի ծննդյան օրվա հետ կապել է։ Մեզնից շատ շատերը գրքի հետ ծանոթացել ու մտերմացել են հենց թումանյանական հեքիաթներով, մանկական բանաստեղծություններով, անմահ քառյակներով ու պոեմներով։ Թնդում են երգեր, խնդում են բարեր, ու շուրջ բոլորած վիճակ են հանում, երնում է մեկին իր երազն ու սեր, մյուսի մուրազը սրտումն է մնում։
Ինչպեսին էր ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը երաժշտության մեջ։ Թումանյանի ստեղծագործությունները հայ եւ օտարազգի կոմպոզիտորների համար դարձել են ներշնչանքի աղբյուր։ Հիմք են դարձել իրենց երաժշտական մեծածավալ կտավի գործեր ստեղծելիս։ Նրա բանաստեղծությունները վերածվել են ռոմանսների, սիմֆոնիկ ստեղծագործությունների, օպերաների։ Բանաստեղծությունը միայն մարմին է տալիս իմ մտքերին ու զգացմունքներին, որ նա ապրի մշտապես, բայց որ նա թրջի, դրա համար նրան թևեր է հարկավոր։ Իսկ թևեր առնել նա կարող է միայն այն կախարդական աշխարհում, որ կոչվում է երաժշտություն։ Ինչ
մարդու ցավն է, ուրախությունը, պայքարն ու հույսը։ Երբ գիրք ես բացում, մարդու հոգին ես բացում։ Ես տեսել եմ իմ ժողովրդին ուրախ ու տխուր։ Տեսել եմ, թե ինչպես է ընկնում, բայց նորից կանգնում։ Վարպետ, այսօր մարդիկ քիչ են կանգնում, ինչպես գիրքն ապրի։ Գիրքը չի մեռնում, զավակս։ Գիրքը սպասում է։ Թող այս գիրքը լինի ոչ թե սկիզբ կամ վերջ, այլ շարունակություն։ Բացում ենք մեր հաջորդ գիրքը։ Վահան Տերյան։ Հրաշք աղջիկ, ցնորքների դիցուհի։ Կախարդ լուսնի հրապուրող շողի պես դու ժպտացիր գուրգուրանքով սեթերով։ Ազատ սիրտս շղթայեցիր անհավետ։ Հրաշք աղջիկ, դու միշտ հաղթող ու միշտ հես։ Ես կգամ, երբ դու մենակ կմնաս, տղտուն իրիկված թվերների տակ, երբ դու կթաղես տենչերդ խորտակ, և հատությամբ երբ կհեռանաս։ Ես կգամ, որպես մոռացված մի երգ, հյուսված ամոթքից, սիրուց ու ծաղկից, քո մեռած սրտում կլինի թափից, ես կկանչեմ քեզ դեպի այլ եզեր։ Ես կգամ, երբ դու կլինես տրտում, երբ երազներդ հավետ կմեռնեն, ձեռքդ կբռնեմ, ցավդ կմբռնեմ, կվառեմ ուրիշ լույսեր քով։ Imagura la cima,
Ես գիտեմ։ Ուր էլ գնաս, ես քեզ կգամ։ Ես կգամ։ Քո հոգու մեջ ես այնքան շատ կամ արդեն, որ էլ այնտեղ ուրիշներին տեղ չկամ։ Հազար աչքեր հուրհրան քո առաջին, ես կնայեմ աչքից ամեն աղջկան։ Ով էլ խոսի քեզ հետ, իմ ձայնը կգա, իմ շշունջը կփարվի քո ականջին, էլեկտրավար փողոցներով երբ քայլես, իմ հայացքը քեզ կցորա լամպից լամպ։ Ծառերի թավ թավիշները դիպչեն քեզ, հոգնած դեմքդ կշոյեն իմ քնքշությամբ։ Դու կասնորից, քո գրքերի մեջ սուզվես, թղթերիդ մեջ ես կերևան վերստին, ծխախոտի ծուխ կդառնամ քո շուրդին, լուսամուտից զեփյուրի հետ կգաննես, լուսամուտդ փակես, մրրիկ կլինեմ, հողմ կլինեմ ու կփշրեմ ապակիդ, ու սենյակդ, ու աշխարհդ կխուժեմ, ու կխառնեմ թղթերդ, կյանքդ, հոգիդ, ոչ, չես կարող, ինձ չես կարող մոռանալ։ Խաղաղ գիշերով կգաս ինձ մոտ, քնքուր սերներդ ես կհամբուրեմ, կցրեմ կյանքի հուշերը ցավոտ, հեքիաթային լույսեր կվառեմ, երկար մասեր ես կարձակեմ ասած, հիվան գլուխդ կդնես ծնկից, կլինես քնքուշ մոտիկ հարազատ, անուշ խոսքերով կդութես հոգիս, պայծառ աշխարհում կլինենք մենակ, ցավ կյանքի մեռնող լույսերից խաբված, կերազենք անվերջ անուշ ու անհակ, հեքիաթ աշխարհում արհավետ կապված։ Սիրում եմ, դու դեռ չես մեռել, ես ամեն ուրեք քեզ եմ որոնում, դու երազների լույս է օրանում, անուշ որ գուցե բնավ չես եղել, քեզ իմ կարոտի կսկիցն է վառել, երազանքներում իմ նվիրական, իմ քույր, իմ դահիճ, իմ սուրբ սիրեկան, ես քեզ սիրում եմ, դու դեռ չես մեռել, չես մեռել։ Խաղաղ գիշերով Գիշերով կգաս ինձ մոտ, քնքուր սերներդ ես կհամբուրեմ, կցրեմ կյանքի հուշերը ցավոտ, հեքիաթային լույսեր կվառեմ, կցրեմ կյանքի հուշերը ցավոտ, հեքիաթային լույսեր կվառեմ։ Վերջապես ասմունքողների սիրած բանաստեղծ Ամո Սայան։ Նրա բանաստեղծություններում հոգու շարժում կա, հոգու ամբողջ մի պատմություն։ Նրա պոեզիան ապակինում է վիրավոր քայքայված նյարդերն ու հոգիները։ Ով է ասում բառներ, ով է ասում տառներ, իմ ամեն միտողը սրտիս մի պատառն է, իմ ամեն միտողը զսպված ու տարերք է, զարկերակի սարք է և արմի երկ։ Ես գրում եմ իմ տողը և ասում եմ ձերն է, երբ որ համը տեղն է, երբ որ աղը տեղն է։ Եթե մի քիչ սարն է, եթե մի քիչ դարն է, մեղավորը ես չեմ, մեղավորը դարն է։ Ախ, նորից բարի ճանապարհ, ախ,
նորից մնաս բարով։ Մի տեսակ տագնապ կա, որ չես ասի ոչ մի բառով։ Գնում ես, չես էլ ասում, թե մեկ էլ երբ ես գալու։ Կասել, ինչ իմանամ, մոտ ես մեղք լավը։ Ներիր ինձ, դու իմ բարի, իմ խելոք և իմ համար, հակատիր այս ծիծաղի և թաքուն լացի համար։ Գնում ես, ինչ ասեմ, սովոր եմ կդիմանամ, թող ուծքս մի քիչ ցավի, որ սրտիս տեղն իմանամ։ Մի տեսակ տագնապ կա, որ չես ասի ոչ մի բառով։ Ախ, նորից բարի ճամփա, ախ, նորից մնաս բարով։ Եթե մինչև անգամ լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ, միևնույն է կգամ։ Ինչ էլ լինի կգամ, ուր էլ լինեմ կգամ։ Եթե մինչև անգամ ես կուրացած լինեմ, եթե մինչև անգամ լույսդ մարած լինի, վերջին հույսդ քամին առանց տարած լինի, առանց լույսի կգամ։ Ես այս անգամ կգամ մենության մեջ լացող երգի։ Եթե մինչև անգամ քո հավատի հանդեպ դու մեղ կարած լինես և համարած լինես, որ աշխարհում չկամ, եթե մինչև անգամ հողս մաղած լինես, եթե մինչև անգամ մտքով թաղած լինես, եթե մինչև անգամ ինձ վտարած լինես վերհուշերիդ վերջին խոնավ քարանձավից, միևնույն է կգամ, ինչ էլ լինի կգամ, և կճչաս հանկարծ տարօրինակ ցավից, կգամ գլուխ գլխի ու ձեռք ձեռքի կտանք, լաց կլինենք մեռած մեղքիդ վրա։ Եթե մինչև անգամ 1000 սարի ետև, 1000 կապով կապված, խաչով խաչված լինեմ, տքնած, տանջված լինեմ, միևնույն է կգամ, ինչ էլ լինի կգամ, չկանչես էլ կգամ, և կբերեմ ես քեզ ուրախություն մի մեծ, անակնկալ դարձի սիրողությամբ, քո տան ու քո հոգու տարողությամբ, երազների, կյանքից տևողությամբ, կգամ և կդառնամ գտած բախտի ժպիտ և հավատի ժպիտ տառապանքից մաշված, արտասուքից խաշված դեմքիդ վրա։ Եթե մինչև անգամ մեջքս ծալված լինի, եթե մինչև անգամ ոտքս վառված լինի և ճակատիս 1000 հողմի հարված լինի, միևնույն է կգամ, ուր էլ լինեմ կգամ, գետնի տակից կգամ, մի հեռավոր անհայտ մոլորակից կգամ, կգամ ու թափ կտամ հարդագողի փոշին դեմքիդ վրա։ Beat
որ մի կարեկցանք քո հեգնական շպիտներում հեգնում ես ինձ նախատում որ ոգում ես կռիվ ու վեճ բայց կա ինչ-որ մտերմություն քո դանակի խոսքերի Լավագույն նվերը գիրքն է, իսկ գիրք նվիրելը առաքելություն։ Գիրքը մեր հոգևոր զարթոնքի գրավականն է։ Ի վերջո մենք այն ենք, ինչ կարդում ենք։ Գիրք նվիրելու օրը նվիրելուց բացի նվիրում է նաև հույզեր ու գիտելիքներ, միտք ու հոգի։ Գիրքն է սերմանում սեր դեպի իր անձն ու ընկերը։ Ծնողն ու հայրենիքը, մարդն ու գեղեցիկը։ Դե քանի որ այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, չմոռանանք հնչեցնել իր քարյակներին։ Քարյակները իր հասուն շրջանի արդյունքն են, իմաստության, տեղության։ Քանի ձեռքից են վարվել ու հուր եմ դարձել։ Հուր եմ դարձել լույս տվել, լույս տալով եմ սպառվել։ Ոնց է շպտում իմ հոգին, չարին, բարում, ամենքին, լույս է տալիս ողջ կյանքիս ու այն ճամփիս անմեկին։ Ինչքան ցավ եմ տեսել ես, նենք ու դավ եմ տեսել ես, տարել, ներել ու սիրել, վատը լավ եմ տեսել ես։ Լիներ հեռու մի անկյուն, լիներ մանկան արդարքում, երազի մեջ երջանիկ, հաշտ ու խաղաղ մանկություն։ Էս է որ կա, ճիշտ ես ասում, թասը թվեր։ Էս էլ գերթահանց երազում, թասը թվեր։ Կյանք հոսում է տիեզերքին, թասը թվեր։ Մեկն ապրում է, մյուսն սպասում, թասը թվեր։ Աղբյուրները հնչում են ու անցկերում, ծարավները տենչում են ու անցկերում, ու երջանիկ ակունքներին երազում, պոետները կանչում են ու անցկերում։ Երաժշտությունն ու գրականությունը, այս երկու մեծ արվեստները, այսօր միավորեցինք մեկ բեմում, ապացուցելով, որ արվեստը միշտ ունի թռիչքի ուժ։
բոլորին շնորհակալություն ենք հայտնում քոլեջի հարգելի տնօրինությանը, մշտական աջակցության, վստահության եւ մեր նախաձեռնությունների իրականացմանը նպաստելու համար։ Սրտան շնորհակալություն եմ հայտնում նաեւ միջոցառման բոլոր մասնակից ուսանողներին, ովքեր կարճ ժամանակահատվածում մեծ պատասխանատվությամբ եւ սիրով պատրաստվեցին իրենց ներկայությամբ եւ կատարումներով հարստացնելով այսօրվա միջոցառումը։ Բոլոր դասախոսներին, այսօրվա հրաշալի կատարումներով հիացած ուսանողներին սիրով եւ նվիրումով պատրաստելու համար։ Շնորհակալություն ենք հայտնում նաեւ քոլեջի ուսանողական խորհրդին այս միջոցառման գաղափարը սատարելու եւ կազմակերպչական աշխատանքները նվիրվածությամբ իրականացնելու համար։ Եվ այս պահին ցանկանում եմ բեմ հրավիրել քոլեջի բեմարվեստի դասախոս Մարինե Մխիթարյանին, նրան հայտնելու մեր խորին երախտագիտությունն ու գնահատականը։ Նրա շնորհիվ այսօրվա միջոցառումը ստացավ իր ամբողջական բեմական կերպարը, դարձավ կենդանի, զգացմունքային եւ գաղափարապես լիարժեք։ Նրա կատարած աշխատանքը ոչ միայն կազմակերպչական էր, այլև ոգեշնչող, փոխանցելով արվեստի եւ խոսքի իրական արժեքը մեր ուսանողներին եւ հանդիսատեսին։ Նաև ուզում եմ շնորհակալություն ինձ հայտնել մեր չի աշխատում երգեցողության բաժնի Աննա Ալեքսանյանին, որ մեզ հետ էր իր աշխատանքին։ Ես միշտ սիրում եմ վոկալի դասախոսներին հետ համագործակցել, այնպես որ իրոք իմ խորին շնորհակալություն եմ հայտնում։ Երբ սովորական մի բարի լույսից աշխարհն ավելի բարի է դառնում, ինչու են մարդիկ աշխարհը խառնում եւ ինչ է ուզում մեկը մյուսից։ Երբ կա աշխարհում երաժշտություն եւ մոլորակի ու հողի միջև մի կանաչ, մի կարմիր ու կապույտ հաշտ ու համերաշխ հաշտություն։ Փոքրիկը միշտ նման այն թևը, որով կարող ենք թռչել դեպի գիտելիք, գեղեցկություն եւ նոր բարձունքներ, իսկ արվեստը լինի այդ թռիչքի ամենահուսալի ուղեկիցը։ Շնորհակալ ենք բոլորիդ, որ այսօր մեզ հետ եք եւ դարձաք այս գեղեցիկ թռիչքի մասնակիցը։ Նկատել եք, բացված գիրքը թռչնի թևերի է նման։ Դա ինչ է նշանակում, եթե դուք յուրաքանչյուրդ գիրք եք կարդում, ապա թռչում եք, սավառնում եք։ Սիրելի ուսանողներ, սիրեք գիրքը, այն ամրապնդում է ձեզ եւ ավելի ամուր եք դառնում ձեր գիտելիքներով, աշխարհայացքով։ Այս ամենը ձեզ համար էր արված, որպեսզի գիրքը սիրեք, այն լի է կյանքով։ Շնորհակալություն։